Ամուսնալուծությունից հետո կանանց եւ տղամարդկանց վարքը շատ տարբեր է լինում։ Կանայք հաճախ դեպրեսիվ հոգեվիճակում են, տխուր, մելանխոլիկ, իսկ տղամարդիկ սկսում են ակտիվ կյանք։ Շատ են աշխատում, շփվում են, հարաբերություններ, աշխուժություն, եւ կանայք հաճախ ասում են, ահա, տեսար ինքը ինչ թեթևա տանում էր ամուսնալուծությունը։ Տենում ես մեր հարաբերությունները իր համար ինչ նշանակություն ունեին։ Բայց մենք պետք է անդրադառնանք եւ ընդունենք, որ տղամարդկանց մանկուց սովորեցվում է ցավը ցույց չտալ, ուժեղ երևալ, չմնալ երկար տխրության մեջ, բայց հաճախ տղամարդկանց մոտ ցավը ուշացած է լինում։ Նրանք այդ ակտիվ օրվա վերջում վերադառնում են տուն եւ զգում են դատարկություն, զգում են միայնակություն, բայց ինչպես արդեն նշեցի, սովորում են այդ ամենը ցույց չտալ։ Ես առաջարկում եմ, որ մենք ցավը չչափենք տեսանելի լինելով ու չլինելով։ Ցավը կարող է տեսանելի չլինել, բայց դա դեռ չի նշանակում, որ դա փոքր է կամ չկա։ Եկեք ամեն մեկս մտածենք, որ իրավունք ունենք մեր տառապանքը, մեր կորուստը, մեր ցավը ապրել յուրովի։ Եվ այդ դատողությունները երբեմն իսկապես շատ անարդար են լինում, որ մեր հարաբերությունները իր համար կարևոր չէին, ես իր համար նշանակություն չունեի, ավելի լավ կլինի, որ մենք իսկապես կարողանանք մեր մեջ ուժ գտնել, հարգելու եւ ընդունելու դիմացինի իր կորուստը սգալու, իր ցավը ցավալու կերպը։